Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում։ Այսօրվա ծրագրի ընթացքում դիտեք։ Փաշինյան-Ալիև հանդիպում Տիրանայում, ոչ մի կոնկրետություն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Փաշինյանի նախկին թիմակից Աղազարյանը վարչապետի իմպիչմենթի գործընթաց է սկսում, նոր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուկյանն է։ Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն, որպեսզի գործընթացը, այս պատմական գործընթացը մեկնարկի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Մինչ քաղաքապետը հրաժարական նիբրև իր սեփական որոշում է ներկայացնում, իշխող քաղաքացիական պայմանագրում չեն հերքում, որ նրա անվան հետ կապված սկանդալները ևս դեր են խաղացել։ Եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան։ Թմրանյութը տարել են դպրոց, տարական դասարանի աշակերտներին գցել կախվածության մեջ արտառոց դեպք Մղջյանի դպրոցում։ Հայ գերիներին դատում են նաև 90-ականների պատերազմի համար։ Ստամբուլում բանակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Առաջին պայմանավորվածությունը ավելի քան 2000 գերիների փոխանակությունն է։ В целом мы удовлетворены результатом. We have agreed to exchange 1,000 persons to 1,000. Մի քանի տեսանյութ Տիրանայում Փաշինյան-Ալիև առանձնազրույցից, հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների ընդլայնված կազմով հանդիպումից, Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի և Ալիևի ջերմ շփումից ու սուղ տեղեկատվություն բուն քննարկումից։ Արդեն 2 ամսից ավելի խաղաղության համաձայնեցված պայմանագիրը չի ստորագրվում ադրբեջանական նախապայմանների պատճառով։ Արդյոք համաձայնություն ձեռք բերվեց ու ամենակարևորը ինչի շուրջ։ Ադրբեջանը կգնա ստորագրման, հրաժարվելով մասնավորապես Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանից, թե Հայաստանը կանի ընդառաջ քայլ։ Այս հարցերին չկա ուղիղ պատասխան։ Կա մեկ պաշտոնական ձևակերպում, մեջբերեմ կողմերը կարևորել են ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Փաստն այն է, որ ստորագրման տեղի, օրվա ու ժամի մասին հայտարարություն չի հնչել։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից 2 ամիս անց այսօր առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Ալբանիայի մայրաքաղաքում եվրոպական լիդերների հավաքին մասնակցող Փաշինյանին և Ալիևին տեսնում ենք միտեղ ոտքի վրա, միտեղ բազմոցին նստած զրուցելիս։ Կադրերից մեկում էլ ընդլայնված կազմով են երկու երկրների արտգործնախարարների և խոսնակների մասնակցությամբ։ Փաշինյան-Ալիև առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահն է մի քանի վայրկյան զրուցում Փաշինյանի հետ։ Հետո նկատում է հեռվում ժպտացող Ալիևին, ձեռքով նշանանում, որ մոտենա, ջերմորեն սեղմում նրա դաստակը։ Ալիևն էլ հայացքով Փաշինյանին է մոտ հրավիրում։ Թե ինչ են խոսում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները, չի լսվում։ Կադրերից միայն երևում է, որ կարճ զրույցն անցնում է ուրախ մթնոլորտում։ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց միայն, որ երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Առաջընթացի կամ ստորագրման ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածության մասին ոչ մի խոսք։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ կառավարության փոխանցմամբ մտքեր են փոխանակել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Կայա Կալասը այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նրանք շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Բոլորի շահերից է բխում, որ նրանք դա անեն, որպեսզի տարածաշրջանում մեկ հակամարտություն պակաս լինի։ Ու մինչ Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել համաձայնագիրը, Բաքուն տեքստի համաձայնեցումից հետո պնդում է նախապայմանները։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում, և Ղարաբաղյան հարցով տասնամյակներով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցի լրագրողներ փորձում Փաշինյանից մի քանի հարց ճշտել, այդ թվում սահմանադրության վերաբերյալ։ Հայաստանի վարչապետը ասաց, որ նոր սահմանադրության նախագիծը առայժմ պատրաստ չէ, շեշտելով Հայաստանի գործող սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, եւ խաղաղության պայմանագրի երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի սահմանադրական դատարանը պայմանագրի ստորագրումից հետո։ Азербайджанская сторона поднимает вопросы о том, что Հիմա ադրբեջանական կողմը հարցեր է բարձրացնում այն մասին, որ իբր Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Եթե այս մտահոգությունները անկեղծ են, ապա այս խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիր ստորագրելն է։ Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ վավերացվի Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, արդեն ամենաբարձր օրենսդրական մակարդակով կհաստատվի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ ընդհանրապես իր հարևանների նկատմամբ։ Եվս մեկ նրբերանգ, մենք նույնպես մտահոգություններ ունենք եւ տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Սակայն մենք այս հարցը չենք բարձրացնում այնպես, ինչպես Ադրբեջանը։ Ինչու՞։ Որովհետև մենք հստակ տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծում այս հարցը լուծված է։ Եվ այս խնդիրը լուծելու եւ վերացնելու համար պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ վավերացնենք այն։ Մենք պատրաստ ենք նման լուծման։ Чтобы снять этот вопрос, просто нужно подписать мирное соглашение и ратифицировать. И мы готовы пойти на такое решение. Ներկայացնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Փաշինյանը կրկնեց. Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ այս հարցով ԵԱՀԿ-ին դիմել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ։ То есть в одном и том же месте, в одной и той же. Այսինքն նույն տեղում, նույն ժամանակ, որը շատ կարևոր է։ Եվ սա շատ կարևոր փոխադարձ ժեստ կլինի մեր տարածաշրջանում վստահության եւ կայունության համար։ Жестом обоюдная для доверия и стабильности в нашем регионе. Շուշացավ Բաքվի արձագանքը։ Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար, խաղաղության հիմնարար պայման է, եւ Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները։ Արտգործնախարարության խոսնակը Հայաստանի վարչապետի հայտարարությունը որակել է միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ։ Այս անգամ սահմանադրությունից բացի նաև Հայաստանի զինանշանում տարածքային պահանջ տեսնելով։ Զրույցի եմ հրավիրել ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանին։ Բարի երեկո, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի ունեցավ։ Տեղեկությունները շատ սուղ են, թե կողմերը կարևորել են ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը, սա մեջբերում էր Հայաստանի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարությունից։ Ինչ է սա ձեր կարծիքով նշանակում ոչ պաշտոնական լեզվով։ Ստորագրում կլինի, թե ստորագրման համար ուժի մեջ են ադրբեջանական նախապայմանները։ Շնորհակալություն հրավերի համար։ Եթե շատ կարճ, ապա ստորագրում չի լինի։ Ընդ որում այստեղ խնդիրը ոչ միայն այդ երկու նախապայմաններն են, որոնք ես ինքս անվանում եմ ոչ թե նախապայմաններ, այլ պատրվակներ, պայմանագիր չստորագրելու։ Ֆորմալ այո, կա երկու նախապայման, բայց ես գրեթե վստահ եմ, որ նույնիսկ եթե այդ երկու պայմաններն էլ բավարարվեն, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը մեկ այլ պահանջ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը բացի նախապայմաններից նաև բազմաթիվ այլ պահանջներ ունի, սկսած Զանգեզուրի միջանցքից վերջացրած Արևմտյան Ադրբեջանով, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը այդ պահանջներից եւս մեկը կդարձնի նախապայման պատրվակ եւ process-ը կարող է շարունակվել դեռևս բավականաչափ երկար։ Հետևաբար անկախ հանդիպման փաստից, ինչպես ասում են, լավ է խոսել, քան չխոսել, բայց ես այստեղ որևէ էական փոփոխություն չեմ տեսնում, չեմ էլ սպասում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շարունակելու է պնդելի նախապայմանները, Հայաստանը ասելու է, որ պատրաստ է դիմել Մինսկի խմբի լուծարման համար դիմումը ստորագրելով նույն օրը, ինչ որ խաղաղության պայմանագիրը, սահմանադրական փոփոխությունների մասով գիտենք կառավարության դիրքորոշումը, որ սահմանադրության մեջ Ադրբեջանին տարածքային պահանջներ չկան, բայց գիտենք նաև, որ մշակում է նոր սահմանադրության տեքստ, որտեղ ենթադրաբար չի լինելու հղում
անկախության հռչակագրին, որը Ադրբեջանի պահանջն է, սակայն մեկ բան է մշակել սահմանադրության նախագիծ, մեկ այլ բան է այդ նախագիծը ընդունել հանրաքվեով, իսկ այստեղ լուրջ կասկածներ կան։ Եթե հաշվի առնենք, որ գրեթե ամեն օր Ադրբեջանը հայտարարում է, որ դա իր պահանջն է, եւ այդ պահանջով ինքը ցանկանում է ապացուցել, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլև ժողովուրդն է ընդունել իր սխալը կամ ընդունել իր պարտությունը, հրաժարվել Արցախից եւ այլն, ամենօրյա ռեժիմով այդ հայտարարությունները էականորեն նվազեցնում են սահմանադրական փոփոխություն, նոր սահմանադրության ընդունումը, եթե այն ներառի նաև Ադրբեջանի պահանջները։ Իսկ ժամանակային առումով էլ պարզ է, որ այդ հանրաքվեն լավագույն դեպքում կարող է լինել խորհրդանական ընտրությունների հետ նույն օրը, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Այնպես որ գոնե մինչև 2026 թվականի համար ինձ թվում է կարելի է մոռանալ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Հիմա պարոն Պողոսյան, հայկական կողմից փաստաթղթի ստորագրման հարցով հնչող լավատեսական հայտարարությունների համար դուք հիմք տեսնում եք։ Սա ինչ որտեղ նմանվում է տանգո պարին, գիտեք, հայտնի արտահայտություն կա։ Տանգո պարում են երկուսով։ Հիմա Հայաստանը ասում է, ես արտգործնախարարն է այդ հայտարարությունը հնչեցրել մի քանի օր առաջ, որ հնարավոր է լավ նորություն լինի ստորագրման հարցում։ Ես դա նկատի ունեմ։ Համաձայն եմ, բայց հնարավոր են այնքան անորոշ է, հնարավոր է, իսկ գուցե հնարավոր չէ։ Հիմա արտգործնախարարը այսօր ասում է հնարավոր է, մեկ շաբաթից կարող է ասել դե այնքան էլ հնարավոր չէ։ Չեմ կարծում, որ իրական լավատեսության հիմք կա, իսկ նշված հայտարարությունները մոռանանք, որ մենք մեկ տարուց ունենք խորհրդանական ընտրություններ։ Այսինքն այս ամենը տեղափոխվում է նաև ներքաղաքական դաշտ, եւ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ փաստացի խաղաղության օրակարգը ցախողվել է եւ այն բացի վնասից որևէ օգուտ չի տվել, այսինքն օգուտներ չկան, իսկ վնասներ կան Արցախի ոչնչացումից մինչեւ Հայաստանի տարածքի առնվազն 242 կիլոմետրի օկուպացիա։ Հիմա այս պայմաններում հասկանալ է, որ իշխանությունը պետք է անընդհատ պնդի, որ ոչ, խաղաղության օրակարգը ցախողված չէ, այն շարունակվում է եւ մենք մոտ ենք այդ բարձրալի նպատակին։ Այսինքն այս հայտարարություններում խաղաղության օրակարգի այսպես ասենք ցախողված չլինելու կամ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության, հնարավորության եւ այլն, ես սրանք ավելի շատ կապում եմ ներքաղաքական զարգացումների հետ։ Ամենայն հավանականությամբ կառավարությունը եւ նաեւ իշխող կուսակցությունը անում է ամեն ինչ, որպեսզի 2026 թվականի գարնանը, երբ արդեն ռեալ ընտրական պայքար սկսվի, կարողանա հայտարարել, որ այս խաղաղության օրակարգը, ինչը կառավարության արտաքին քաղաքականության մեղն է կամ մեղներ, նրանք իհարկե պետք է պնդեն, որ դա ձախողված չէ։ Իսկ որպեսզի պնդես, որ ձախողված չէ, դու պետք է պնդես, որ հույսեր կան, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Ամենադեպս ես այսպես եմ տեսնում այս բոլոր հայտարարությունները պայմանագրի ստորագրման հնարավորության աճի եւ այլնի հետ կապված։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան, ես հիշեցնեմ զրուցում էի Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ։ Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնած Հովիկ Աղազարյանը բացահայտեց վարչապետի իր թեկնածուին։ Իշխանական քաղաքացիական պայմանագրից հեռացված падգամավորը այդ պաշտոնում տեսնում է Փաշինյանի վարչապետության տարիներին հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների քաղաքացիական պայմանագրից հեռացված այժմ անկախ падգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ձայները բավարարում են իմպիչմենթի գործընթաց սկսելու համար։ Հետոից ինքը թեկնածուն դեռ չի խոսում, բայց առանց քաղաքացիական պայմանագրի բավականին պատկառելի թվով առնվազն 18 падգամավորների կողմ ձայների հարցը գլուխ չի գա։ Հիմա նախ պետք է ընդդիմադիրներն իրենց համաձայնությունը տան, այս պահին նրանց տեսակետը հայտնի չէ։ Մարուքյանը Հայաստան ու պատիվ ունեմ խմբակցություններին հենց ուղիղ եթերում առաջարկեց հանդիպել։ Գործող վարչապետի անվստահության գործընթաց է մեկնարկում խորհրդարանում։ Վարչապետի նախկին թիմակիցները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսում։ Падգամավորների վարչապետի թեկնածուն Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է։ Ինձ առաջարկել են տալ համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան սկսել անվստահության գործընթաց։ Էդմոն Մարուքյանը համաձայնել է ու այս գործընթացը համարում է պատմական։ Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն, որպեսզի գործընթացը, այս պատմական գործընթացը մեկնարկի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը հասնի ազգային ժողովի նիստերի դահլիճ ու այնտեղ քննարկվի, 36 падգամավորի ստորագրությունն է անհրաժեշտ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չէին, պակասում էր ընդամենը 2 ստորագրություն։ Հիմա երբ նախկին ԿՊԱ-ականներն են գործի անցնում, այդ խնդիրը լուծվում է։ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը սկսում են իրենց նախաձեռնությունը
արդեն ոչ թե ուղղակի անհասցե, այլ կոնկրետ վարչապետի տեխնացուով, եւ սա նշանակում է, որ ըստ էության կարող ենք ասել, որ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում, քանի որ հայտարարությունները կարդացել եմ, թե պատիվ ունեմ, թե Հայաստան դաշինքների, որ որևէ խոչընդոտ չկա, որ նրանք նույնպես իրենց ստորագրությունները տեղադրեն Ազգային ժողովի նախագահին ուղղվող դիմումի։ Արդյոք երկրորդ ու երրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը կմիանան այս նախաձեռնությանը։ Ընդդիմադիր խմբակցությունները դեռ չեն արձագանքել։ Հալո, ողջույն պարոն Օհանյան։ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու հարցը քննարկելու համար հանդիպում խնդրեց։ Եվ խնդրում եմ, որ խմբակցության հետ հանդիպում կազմակերպեք մինչև ստորագրությունները խնդրելը, նկատի ունեմ հարցեր կունենան падգամավորները, ինձ հետ, որովհետև ինձ են առաջադրել падգամավորի վարչապետի տեխնացու։ Օհանյանը խոստացավ պատասխանել, պատիվ ունեմ խմբակցության ղեկավարին էլ դիմեց Մարուքյանը։ Պարոն Մամիջանյան, ողջույն, զանգահարում էի ձեզ, որ խնդրեմ հանդիպում կազմակերպեք խմբակցության հետ։ Իմպիչմենթի թեման մոտ մեկ ամիս է եռում է ընդդիմադիր դաշտում։ Արթունենք նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նամակներով բոլոր падգամավորներին խնդրել էին այս գործընթացը նախաձեռնել։ Պատիվ ունեմից պատասխանել էին, թե իրենք էլ են դա համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը։ Օրենքի պահանջն է, իմպիչմենթ նախաձեռնողները պետք է նաև վարչապետի տեխնացու առաջադրեն։ Իրենք չունեին տեխնացու։ Պատիվ ունեմը պատրաստ էր առանց նախապայմանների քննարկել տեխնացուի հարցն ու սկսել։ Մեզանից մնում է հանդիպել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ովքեր հայտարարություններ ունեն արված, որ առանց նախապայմանների պատրաստ են միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Հայաստան խմբակցությունից էլ հայտնել էին, թե 28 падգամավորն էլ պատրաստ են ստորագրել այս գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը ու բացի դա հայտարարեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։ Հայաստան խմբակցությունը անհնար է համարում այս գործի հաջողությունը, եթե ժողովուրդը ոտքի չկանգնի։ Նախկին ՔՊԱ-ականներն ու նրանց վարչապետի տեխնացուն այս մասին դեռևս ոչինչ չեն խոստանում։ Բնականաբար լուրջ չի սիրելի հայրենակիցներ հիմա խոսել ինչ-որ այլ բաների մասին, երբ որ կլինի նախաձեռնությունը, այսինքն փաստաթուղթը պատրաստ կլինի, մենք կաշխատենք արդեն նախագծի վրա, չնայած հիմա արդեն աշխատում ենք, եւ ձեզ կասենք, թե որ օրը այն մուտք կարվի, եւ դրանից հետո նաեւ թե որ օրը կլինի ազգային ժողովի այդ կարևոր նիստը։ Եթե անգամ ընդդիմադիրները միանան այս նախաձեռնությանը, էլի բավարար չէ Փաշինյանին հեռացնելու համար։ Падգամավորների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի, այսինքն քաղաքացիական պայմանագրից էլ պետք է առնվազն 18 падգամավոր միանա։ ՔՊԱ-ական Քրիստինե Պողոսյանը բացառում է, որ իրենց թիմից թեկուզ մեկ հոգի կողմ լինի Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշմանը։ Եթե ձայները հավաքեն ստորագրությունների, քաղաքնի լիագումար նիստ, բայց որ ՔՊԱ-ականները կմիանան, բացառում եմ։ Արդյոք խորհրդարանական ընդդիմությունը միաձայն կմիանա քաղաքացիական պայմանագրից հեռացված падգամավորների նախաձեռնությանն ու Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանի տեխնացությանը։ Աղազարյանն ասաց, ոչ մեկին ոչինչ չեն համոզելու։ Վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը երկուշաբթի պատրաստ կլինի։ Այժմ էլ միացնի քաղաքապետի պաշտոնանկությանն անդրադառնանք։ 7 տարի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո քաղաքապետի պաշտոնը ստանձնած Դիանա Գասպարյանը երեկ հայտարարեց իր մոտալուտ հրաժարականի մասին։ Մինչ Գասպարյանը իր որոշումը ընտանիքին նվիրվելու ցանկությամբ բացատրեց, նրա կուսակցական ընկերները Երևանում չհերքեցին, թե այս պաշտոնանկությունը կապ ունի Գասպարյանի անվան հետ պարբերաբար կապվող կոռուպցիոն պատմությունների հետ։ Հետաքրքիր է, որ ինքը Գասպարյանը այս 7 տարիների ամենամեծ կորուստը ժամանակն է համարում, որը տրամադրել է աշխատանքին ընտանիքի փոխարեն։ Վաղաշապատի ՔՊԱ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի կուսակիցները նրա հրաժարականի պատճառներից չեն խոսում։ Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր շատ հակիրճ միայն նշեց. Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունի։ Այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Սիրելի համակարգացիներ, հայրենակիցներ, 37-ամյա Դիանա Գասպարյանը, որ ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ էին հայտնվել, պաշտոնը լքելու մասին հայտնեց երեկ երեկոյան։ Պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին։
Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում, ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս, որպես Վաղարշապատ համայնքի ավականո անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այս որոշումից մոտ մեկ շաբաթ առաջ Դիանա Գասպարյանը քաղաքացիական պայմանագրի գրասենյակում մասնակցում էր կուսակցության վարչության նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կարճ տեսանյութում երևում էր, որ համայնքի ղեկավարը ամբիոնի մոտ ելույթ էր ունենում։ Թե ինչու էր Դիանա Գասպարյանը հրավիրվել վարչություն եւ ինչ ելույթ էր ունենում հրաժարականից օրեր առաջ հայտնի չէ։ Այդ մասին ոչ մի խոսք չկար նաեւ կուսակցության հաղորդագրության մեջ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որ վարչության նիստերին մասնակցում է, հրաժարվեց մանրամասնել։ Դիանա Գասպարյանի հրաժարականը կապ ունի նրան ու ընտանիքին առնչվող կոռուպցիոն պատմությունների հետ, թե ոչ։ Տրամաբանական է ձեր հարցը եւ բնական է եւ այդ հարցադրումը կա բնության մեջ եւ պետք է այդ հարցադրման պատասխան տրվի եւ այդ հարցադրումներին պատասխաններ տրվում են եւ ելի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան վստահաբար։ Մոտ 3 ամիս առաջ Ազատությունը պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Հրապարակումից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված։ Ավելի քան 1 տարի առաջ հարուցված այս գործով, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ որևէ մեղադրյալ չկա։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ամուսնու Արամայիս Միրզոյանի գույքի եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ։ Նրա եկամուտների եւ հայտարարագրած դրամական միջոցների միջև։ ՔՊԱ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր։ Ըստ հետքի սպանվածը մի քանի ամիս առաջ վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ։ Դեպքից 2 ամիս անց իրավապահները ենթադրյալ մարդասպանին չեն հայտնաբերել։ Մինչ ՔՊ-ից նախընտրում են չխոսել իրենց կուսակցի հեռանալու պատճառներից, ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, հենց այս պատմությունների պատճառով է Գասպարյանը լքում պաշտոնը։ Այո, ինչքան մոտենա ընտրությունները եւ ինչքան ինքը գիտակցում է, որ մարդկանց մեջ արդեն հստակ արձանագրվել է, որ այս իշխանությունները չնայած եկել էին այն լոզունգով, որ պետք է արմատախիլ անեն կոռուպցիա, ոտով գլխով կոռուպցիայի մեջ են, ինքը փորձելու է մի քանի դրվագով ուղղակի այսպես ձևի համար ցույց տալ, որ իրենք նաեւ պայքարում են սեփական թիմի կոռուպցիոներների դեմ, բայց մենք տեսնում ենք, որ սա շատ ավելի լայն շրջանակ է եւ խիստ ընտրովի է իրականացում, թե ում պետք է այդ ճիշտ պահին զոհաբերել։ Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից։ Աննա Գրիգորյանը միայն մամուլի մի շարք բացահայտումներ է հիշեցնում եւ շեշտում, դրանք թեև առնչվում են քաղաքացիական պայմանագրի առանցքային անդամներին, միևնույն է այդ հրապարակումներին իրավական գործընթացներ չեն հետևել։ Որպես օրինակ Աննա Գրիգորյանը նշում է Անիֆի եւ Քովիդի քրեական գործերը, որոնք առնչվում են ՔՊԱ-ական առանցքային անդամներ Տիգրան Ավինյանին եւ Արսեն Թորոսյանին։ Նշում է տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանի թոշակառումոր $230,000 արժողությամբ տան կառուցման փաստը, որով մինչ օրս չկա հարուցված քրեական գործ, բայց քրեական գործ կա հարուցված Սանոսյանի պաշտոնավարման շրջանին առնչվող մեկ այլ աղմկահարույց պատմության վերաբերյալ, որով մեղադրյալ ըստ մամուլի Սանոսյանի շրջապատից է։ Տարածքային կառավարման նախարարը հեռանում է եւ դրա իրական պատճառները մենք չենք իմանում։ Մինչդեռ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օրինակ Գնել Սանոսյանի նախարարությունում բավականին բարձրաստիճան պաշտոնյայի հոր նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, նաեւ ով տենդերների եւ միջինարարական գործողությունների գործընթացների հետ էր փոխկապակցված, այսինքն կապ ուներ արդյոք Գնել Սանոսյանի հրաժարականը եւ աշխատանքից հեռացումը նախարարությունում տիրող այլ պրոցեսների հետ, մենք այդպես էլ չիմացանք։ ՔՊԱ-ական Արթուր Հովհաննիսյանը առանց կոնկրետ օրինակ նշելու այսօր պնդեց կոռուպցիայի կամ հովանավորչության վերաբերյալ մամուլի ցանկացած հրապարակում, որը հիմնավոր է կուսակցության ղեկավար մարմնում քննարկում են։ Իսկ նման գործընթացում ներգրաված անձը պնդեց անկախ քաղաքական պատկանելիությունից պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։
եւ մենք էջմիածնեցիներս Դիանա Գասպարյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ։ Համացանցում էր հայտնվել Գասպարյանի եւ Սուրեն Պապիկյանի զրույցից մի հատված, որտեղ վաղարշապատի հեռացող քաղաքապետը առաջարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ ՔՊԱ-կանով։ Ես մարդկայնորեն իսկականից մանավանդ այդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էի, լուրջ եմ ասում։ Բայց հիմա հասկանում եմ, որ բանում պետության ինքը պետք է գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաանկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի այս ապստանովկեն ռազրիզից լինի, թե չէ սենց չի լինի։ Իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա։ Անցած ամիս Դիանա Գասպարյանը վաղարշապատի ՔՊ-ի տարածքային կառույցի նախագահ էր ընտրվել։ Իսկ հենց էջմիածնեցիներն ինչպես են վերաբերում քաղաքապետի հրաժարականի հայտարարությանը ու ինչ թեկնածուների անուններ են շրջանառվում քաղաքում։ Ես հավատում եմ։ Հայաստանի միակ կին քաղաքապետն աշխատեց 7 տարի։ Ավելի շատ իր համար, քան թե ժողովրդի։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հեռանում է իր հետևից թողնելով արտառոց մի շարք պատմություններ։ Էջմիածինցիներն ասում են քաղաքապետ չգիտենք, բայց լավ ձեռներեց հարս է։ Մեկ սկեսուրն էր առանձնատների հսկայական թաղամասի ապօրինի շինարարություն սկսում, մեկ սկեսրայրը շահում քաղաքապետարանի վառելիքի գնման մրցույթում։ Տեղյակ ենք բենզակալոնկայի մոտ եղած դժբախտ պատահարից եւս տեղյակ ենք, չպատժվողներից եւս տեղյակ ենք ու ինչ իր հետ կատարվում առհասարակ լավից բացարձակ տեղյակ չենք։ Էջմիածինցիներն ինչ զգացմունքներով են ճանապարհում Գասպարյանին։ Ինքը պիտի հրաժարական տար ավելի վաղ, քան հիմա։ Քաղաքի մաքրությունը առաջվանը չի, ավելի վատնա։ Բեսպրեդելը թե այն ժամանակ ավելի էր, հիմա ավելի շատ է։ Սպանությունները որ ամեն անգամ լսում ենք ու չենք էլ հասկանում հետագան ինչա լինում։ Ես էլ լսեցի, զարմացա, բավականին շատ լավ աշխատող անձնավորություն է ինքը, շատ բան են խոսում, ամեն ինչին կարելի է հավատալ։ Քաղաքապետը վաղուց պետք է հրաժարական տար, դե ինքը պետք է չլներ վաբշե, համայնքի պատկանող հողերն ուրա, ինձ մեկը թողա ասես համայնքին պատկանող հողերն ուրա, մի հող չկա, որ մի հատ մարդ կնա քաղաքացի տենդերով ուզենա խաղարկվի, չգիտենք ուրա, իրանց պետք է հարց տվացվի։ Փողոցների ասֆալտ պատում սկսել էին արդեն շարունակվելու երելի կամ փողոցներ որ պիտի կատարեն, մնաց։ Լավ է աշխատում այսինքն։ Ես գոհ եմ։ Այո, ինքը լավ է աշխատում։ Լավ է աշխատում։ Այո, ինքը լավ աշխատող է եղել։ Սուրբ քաղաք է, փոխանակ հաճելի շրջապատ լինի, մաքրություն լինի, թող հեռանա, ինչ ա եղել, մենք ամեն մարդը կարող ավելի խելացի մարդիկ կան, որ կարան քաղաքը ղեկավարեն, եթե ինքը չի ուզում, թող հեռանա։ Ճանապարհները քանդած են։ Իր իսկ աշխատանքը համայնքի ղեկավարի պաշտոնում ինչպես է գնահատում համայնքապետն ինքը։ Դիանա Գասպարյանից մեկնաբանություն ստանալ չկարողացան, օգնականի միջոցով փոխանցեց, ինչ ասելու էր, գրել է հրաժարականի մտադրության մասին հայտարարության մեջ։ Նրան հասնելու ուղիներն էլ հեշտերից չեն, վաղարշապատի համայնքապետարանում բաց դռներ չկան։ Կարճ մեկնաբանության համար առաջին հարկիչավ առաջին տեղակալը Արսեն Պետրոսյանը։ Դիմումը դեռևս չգիտեմ գրել է թե չէ Տիկին Գասպարյանը, բայց ամեն դեպքում դիմումը գրելու պարագայում էլ երրորդյա ժամկետ ունի դեռ Տիկին Գասպարյանը, որպեսզի դիմումը հետ վերցնի։ Որ Դիանա Գասպարյանը դիմում կգրի ու առաջիկա օրերին էլ այն հետ չի վերցնի, պարզ է դառնում համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Նա այսօր վաղ առավոտյան հրաժեշտ է տվել անձնակազմին եւ որպես հիշատակ լուսանկարվել։ Հայտնի է, թե ով կզբաղեցնի նրա տեղը ժամանակավորապես։ Փոխարինողի ես եմ լինելու հավանաբար։ Եվ թեկնածուն կարծես թե, հա։ Ժողովուրդ ջան, չեմ ուզում պատասխանել այդ հարցին։ Կներեք, դրա համար դեռ ժամանակ կունենանք խոսելու։ Էջմիածնում արտահերթ ընտրություններ հնարավոր են, եթե ավականու իշխանական թիմը չկարողանա իր կազմից համայնքապետ ընտրել։ Առաջին տեղակալ Պետրոսյանը չի շտապում բացահայտել, արդյոք թեկնածուն ինքն է, կապ հաստատեցինք ավականու իշխանական խմբակցության անդամներից մեկի հետ։ Թիմակցի հրաժարականի մասին համացանցից էր իմացել, պնդեց, քննարկում չի եղել։ Վաղարշապատի ավականու 27 հոգանոց կազմում 15-ը քաղաքացիական պայմանագրից են, մնում է թեկնածուն գտնվի։ Իդեպ ավականու այս թիմում նաև քաղաքապետի ամուսինն է։ ՔՊ-ն իր կազմից չունի մարդ, այո, Դիանան չայրած փոքրագույն էր իրանց, բայց նույնիսկ Դիանայի չափ մարդ չունի այսօր, որով կկարողանա քաղաքի առաջի դեմք դնել։
Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը հենց հիմա երևի թե իրենց փնտրտուքների մեջ են, թե ում կարող են որպես տեխնացու առաջադրել։ Ավականու ընդդիմադիրներից Ջիվան Աբրահամյանը, որ մի քանի տարի է նիստերին չի մասնակցում, պնդում է ավականու ԿՊԱ-կան կազմում տեխնացու չի գտնվելու ու գործը կհասնի արտահերթ ընտրություններին։ Պետրոսյանին դրեցին, մարդիկ ինչ պետք անեն, մարդիկ ոչ մի չեն անի, բայց ԿՊ-ն եթե ուներ ինչ-որ գոնե ընտրազանգված, դրա մի մասը հաստատ կկորցնի։ 2018-ին, երբ Արսեն Պետրոսյանը Էջմիածնի փոխքաղաքապետ նշանակվեց, քննարկման թեմա դարձավ նրա կրթության հարցը։ Կենսագրությունում կարդում ենք, որ սովորել է դպրոցում, ծառայել բանակում, դարձել ԿՊԱ-կան, ապա փոխքաղաքապետ։ Իդեպ համայնքապետի պաշտոնի համար կրթական որևէ ցենզ գոյություն չունի, բայց Պետրոսյանը մասնագիտանում է այժմ քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Դեռ սովորում եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, շուտով կավարտեմ։ Հագոր կուրսում եք։ 5-րդ։ Ջիվան Աբրահամյանի կարծիքով քաղաքացիական պայմանագիրը Էջմիածնում կորցրել է իր դիրքերը եւ Դիանա Գասպարյանին հեռացնելը սրա հետ էր կապված։ Լիքը վատ բաներ ա արել։ Քաղաքը մի քանի տարի եղել է անկառավարելի վիճակում, քաղաքում իր բերած բարքերը ավելի վատն էին կամ հավասար էին մանվելի բարքերին։ Անսպասելի չէր, որտեղ կար քաղաքական վակուում, որը իրենք էին ստեղծել, Դիանա Գասպարյանի անվան հետ կապված խնդիրներ կար եւ քաղաքացիական պայմանագիրը ամբողջությամբ իր դիրքերը կորցրել էր Էջմիածնում եւ Դիանա Գասպարյանին պետք էր հեռացնել, որպեսզի նոր ընտրություններում նորից բերել սևերի եւ սպիտակների պայքարին, այսինքն բերել Քոչարյան եւ Նիկոլ Դաշտ ընտրությունները նորից։ Էջմիածնում դժգոհությունների մի մասը քանդուքարապ փողոցների ու տարբեր անկյուններում թափված աղբի մասին էին։ Իդեպ հենց քաղաքապետարանի դիմացի այգում այդպիսի պատկեր էր։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Թմրանյութը տարել են դպրոց, տարական դասարանի աշակերտներին գցել կախվածության մեջ արտառոց դեպք Մղջյանի դպրոցում։ Հայ գերիներին դատում են նաև 90-ականների պատերազմի համար։ Ստամբուլում բանակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Առաջին պայմանավորվածությունը ավելի քան 2000 գերիների փոխանակությունն է։ В целом мы удовлетворены результатом. Բաքվի դատարանում նույն ինտենսիվությամբ շարունակվում են հայ գերիների դատավարությունները 3-15-ի դատի ժամանակ Ֆիզուլիի և Աղդամի 90-ականների դեպքերն են քննվել, հաղորդում է ադրբեջանական պետական ազերթաճը։ Նիստի ընթացքում նաև տեսանյութեր են հրապարակվել։ Այս դատավարություններին ներկա չեն լինում անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ և ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդածը փաստացի ստուգելու հնարավորություն չկա։ Բաքվի բանտերում այժմ 23 հայ է պահվում, Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Եվրախորհրդարանը մարտի 13-ին հրատապ կարգով բանաձև ընդունեց, նաև պնդելով, որ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտանքների։ Միջազգային թեմաներին անդրադառնանք, Ստամբուլում այսօր կայացան առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները 2022 թվականից ի վեր։ Մոտ 2 ժամ տևած բանակցությունների ամենաշոշափելի պայմանավորվածությունը գերիների փոխանակությունն է։ 3 տարի ձգվող պատերազմին վերջ դնելու համար անցկացվող այս բանակցություններից սպասելիքներն ինչպիսին էին և արդյունքները։ Ավելի քան 3 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր վերսկսել են ուղիղ բանակցությունները վերջ դնելու Վլադիմիր Պուտինի սանձազերծած արյունալի պատերազմին։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մոտ 1.5 ժամ բանակցելուց հետո ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է՝ գոհ են արդյունքից եւ պատրաստ են շարունակել շփումները։ Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ուկրաինան խնդրել է նախագահներ Զելենսկու եւ Պուտինի միջև ուղիղ բանակցություններ, ինչն ընդունվել է գիտություն։ Մոսկվան ու Կիևը համաձայնել են առաջիկայում յուրաքանչյուր կողմից
1000 ռազմագերի փոխանակել։ Նաև պայմանավորվել են, որ կողմերը կներկայացնեն ապագա հնարավոր հրադադարի վերաբերյալ իրենց տեսլականը, գրավոր եւ մանրամասն։ Այդ տեսլականի ներկայացումից հետո մենք նպատակահարմար ենք համարում։ Այս մասին նույնպես համաձայնություն ձեռք բերվեց։ Շարունակել մեր բանակցությունները։ Ուկրաինական դիվանագիտական աղբյուրը սակայն ասել է, որ բանակցությունների ժամանակ ռուսները խոսել են վերջնագրերով, պահանջել, որ հրադադարի դիմաց Ուկրաինան իր զորքը դուրս բերի ռուսական տարածքից։ Հանդիպումից առաջ ուկրաինական պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը սոցցանցում գրել էր, որ Ստամբուլ են եկել, որպեսզի կայուն խաղաղության իրական ուղիներ գտնեն։ Ուկրաինայի նախագահն իր հերթին Տիրանայում եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ Կիևի համար առաջնահերթությունը անվերապահ հրադադարի ապահովումն է, ինչը հիմք կդառնա խաղաղության համաձայնագրի շուրջ ապագա բանակցությունների համար։ And if the Russian representatives in Istanbul today cannot even agree to that, Եվ եթե այսօր Ստամբուլում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչները չկարողանան նույնիսկ համաձայնել դրան հրադադարին, ապա 100%-ով պարզ կլինի, որ Պուտինը շարունակում է խարխլել դիվանագիտական ջանքերը։ there must be at least some result today, starting with a Ավելի ուշ Զելենսկին սոցցանցում գրել է, որ Կիևի դիրքորոշումը հայտնի է։ Եթե ռուսները մերժեն լիակատար եւ անվերապահ հրադադարը, ապա պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն։ Եվրահանձնաժողովի նախագահն իր հերթին Տիրանայում հայտարարել է, որ Եվրոպական միությունը աշխատում է պատժամիջոցների նոր փաթեթի վրա, որպեսզի Ռուսաստանին ստիպի դադարեցնել պատերազմը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է, որ այս փաթեթը կվերաբերի հյուսիսային հոսք 1 եւ հոսք 2 նախագծերին, ռուսական ստվերային նավատորմի ավելի շատ նավերի, նաեւ Ռուսաստանի ֆինանսական հատվածին։ Պուտինը խաղաղություն չի ուզում, ուստի մենք աշխատում ենք ուժեղացնել ճնշումը եւ այդ պատճառով աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթի վրա։ Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահը։ Եթե եվրոպացիներն ու ամերիկացիները չուժեղացնեն ճնշումը դրան հասնելու համար, ապա արդյունք չի լինի, ասել է Էմանուել Մակրոնը։ Գերմանիայի կանցլերն էլ այսօրվա բանակցությունները փոքր, սակայն դրական նշան է անվանել։ Մեր ջանքերը հանգեցրին փոքր, բայց այնուամենայնիվ դիվանագիտական հաջողության, ասել է Ֆրիդրիխ Մերցը։ Ստամբուլի հանդիպման ֆոնին Միացյալ Նահանգների նախագահն այսօր ասել է, որ ցանկանում է անձամբ եւ հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ համաձայնություն ձեռք բերել ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ։ Դոնալդ Թրամփը նշել է, թե վաղուց ժամանակն է, որ դադարեցվի պատերազմը։ Կարծում եմ ժամանակն է, որ մենք պարզապես անենք դա։ Մենք պետք է դա անենք։ Միջին հաշվով ամեն շաբաթ 5000 երիտասարդ է սպանվում։ Young people are being killed every single week on average. Կրեմլի խոսնակն արձագանքել է, ասելով, որ Պուտին-Թրամփ հանդիպումը անհրաժեշտ է, սակայն այն պետք է նախապատրաստվի եւ կոնկրետ արդյունք տա։ Դմիտրի Պեսկովը нշել է, նման հանդիպումը կարևոր է ռուս-ամերիկյան հարաբերությունների, ուկրաինական խնդրի եւ միջազգային այլ հարցերի համար։ Вместе с тем такая встреча безусловно необходима. Իհարկե նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջև շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Մենք անշուշտ համաձայն ենք այս թեզի հետ։ По региональным проблемам, включая, конечно, кризис вокруг Украины. Իրանի եւ եվրոպական երկրների պաշտոնյաները ուրբաթ օրը Թուրքիայում քննարկել են Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները եւ Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման հնարավորությունը հայտնել է Իրանի փոխարտգործնախարարը։ Հանդիպանը մասնակցած իրանցի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում Թեհրանը պատրաստ է շարունակել քննարկումները Իրանի միջուկային գործարքի մաս կազմած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ակտիվացան անցած ամիսներին Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։ Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը, պնդելով, որ Իրանը ընդունել է որոշ պահանջներ առանց մանրամասներ հաղորդելու։ Թրամփի վարչակազմը 3 աշխատանքից ազատել է Ամերիկայի ձայնի շուրջ 600 աշխատակիցների, որոնց մեծ մասը լրագրողներ են, հաղորդել է New York Times-ը։ Դաշնային բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցը անկախ լրատվություն է մատուցում մամուլի սահմանափակ ազատություններ ունեցող երկրներում։ Անցյալ ամիս դատարանը դաշնային կառավարությանը կարգադրել է պահպանել այդ լրատվամիջոցը, որը նախագահ Թրամփը անվանել է մեջբերեմ ռադիկալ Ամերիկայի ձայն, մեջբերման ավարտը։ Ամերիկյան թերթը նշում է, որ 5-շաբթի օրը վաճառքի է հանվել Վաշինգտոնում գտնվող Ամերիկայի ձայնի շենքը։
Հայաստան վերադառնանք Արարատի մարզի Մղջյան գյուղի դպրոցներից մեկում տեղի ունեցած արտառոց դեպքը բառացիորեն շոկի մեջ գցեց մարդկանց։ Մեծերը տարականների 2 աշակերտի մոտ թմրանյութի կախվածություն են առաջացրել։ Ինչպես պրոցեսը 4 ամիս է տևել, այդ ընթացքում ինչով էին զբաղված տնօրենն ու ուսուցիչները։ Իրավապահների արձագանքը իմ գործընկեր Նարինե Ղալեչյանն է գնացել այս տեղեկության հետքերով։ Արարատի մարզի Մղջյան գյուղի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի 2 երեխաների ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով ըստ նախնական տեղեկությունների կախվածություն առաջացրել։ Հետո ստիպել են, որ տնից գումար բերեն։ Ազատության հետ զրույցում մղջանցիներն են սա պատմել։ Հանանուն մնալու պայմանով այս լուրը նաև մամուլում է արդեն տարածվել։ Քննչական կոմիտեն ոչ միայն չի հերքել այս մանրամասներն, ավելին հայտարարել է 4 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Երկուսի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական վարչական հսկողություն, մեկը տնային կալանքում է, մյուսին էլ ձերբակալելու որոշում կա։ Տուժողներն ու մեղադրյալները տոքսիկա-քիմիական փորձաքննություն պետք է անցնեն։ Միայն դրանից հետո իրավապահները կասեն՝ դա թմրանյութ է եղել թե ոչ։ Այսօր դպրոց մտնող ծնողները հուզված էին, լարված ու անհանգիստ։ Սարսափ։ Երեխաներին ուղարկում ենք դպրոց, դպրոցը լինի դպրոցի նման, որ չգիտենք, որ ասում է ուղարկում ես դպրոց, երեխային արդեն ինչեր ես լսում չգիտես։ Դուք ինչ պահանջ ունեք դպրոցից կամ ինչ անհանգստություն ունեք։ Դե անհանգստությունը մեծ է, երեխեքի հետ կապված, գիտեք ինձ թվում է։ Պանիկա է, այդ սաղսը գիտենք, սաղսը մտա վախություն ունենք, բոլորս էլ երեխեք ունենք, դա անելու բան չէ, դա հարգի բան չէ, դա անշնորհքություն է, որ ընտանիքի երեխան էլ ուզում է լինի։ Հիմա թողել մարդիկ հասկանան, ապացույց տնանին։ Բողոքե չունեմ դպրոցից մի երկու թիմացության պատճառով։ Ծնողների հետ հանդիպման էր եկել մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը, չբացառեց, որ տնօրենը գուցե ազատվի աշխատանքից, բայց նաև ասաց, ծնողների մեծ մասն իրենց հակառակն են խնդրել։ Թերացել է որևիցե մեկը իր աշխատանքի մեջ, շատ կարճ ժամանակ, երևակայի մինչև 2 շաբթի, արդեն իսկ դուք ինքներդ էլ կլսեք։ Այսինքն պատրաստում եք տնօրենի աշխատանքից ազատել, այդ հարցը քննարկման փուլում է։ Կարող է նաև լինել նմանատիպ բան տնօրենի ազատման հարցը։ Վարչության թերացումը կա այստեղ, որ ոչ բավարար հսկողություն է եղել։ Որևիցե մեկի թերացումը կա։ Կլինի վարչության թերացումը, կպատժվի վարչության պետը։ Տարածված այս պատմությունը ցնցել է նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, դպրոցը մարզպետարանի ենթակայությամբ է գործում։ Դեպքը այնքան սարսափելի է, մարդու լեզուն էլ չի պատտվում բան խոսա, էլի։ Ես sense բան երբեք չենք մտածել, ոչ ոք չի մտածել, ոչ էլ պատկերացրել է։ Արձագանքը կտեսնեք, այս հարցը այսպես չենք թողելու։ Իրավապահներից բացի դպրոցում անելիք ունենք նաև մենք, այսօր ասել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը։ Թե դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ եւ ինչքանով որողակն է իր տեղում եղել եւ ճիշտ արձագանքել, որտեղ նման դեպքերը տեղին չեն ունենում մեկ օրում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի 2023-ի տվյալներով Հայաստանում հաշվառված են թմրանյութեր օգտագործող մոտ 8000 մարդ, որոնցից 13-ը 18 տարեկան են եղել, 7-ը անչափահասներ։ Վերջին 1 տարում թմրանյութի ապօրինի շրջանառության մեղադրանքով 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան, իսկ 18-ից 23 թվականներին, այսինքն 5 տարիների ընթացքում այդ թիվը 36 էր։ Տարիներ առաջ վարչապետ Փաշինյանն էր ասել, ազգային անվտանգության հարց է սա։ Թմրամիջոցների գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-ից 27 թվականների ռազմավարական ծրագիրը վերջերս վարչապետի սեղանին է դրվել, դեռ քննարկվում է։ Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը, որ այս ոլորտում է ավելի քան 10 տարի, ասում է Հայաստանում բացատրական աշխատանքների խնդիր կա։ Առողջապահական համակարգ ունեցող երկրում թմրամիջոցների կանխարգելման լավագույն եղանակը համարվում է բավարար գիտելիքների տրամադրում եւ առողջ կենսակերպի ձևավորումը։ Թմրաբան Նազինյանը խորհուրդ է տալիս ծնողներին, ուսուցիչներին ուշադիր լինել երեխաների վարքին։ Եթե գերակտիվ են, նյարդային շարժումներ ունեն, քնի ու ախորժակի խանգարումներ եք նկատում, ուրեմն առաջին նշաններն արդեն կան, մասնագետներին դիմեք։ 20 տարուց ավելի թմրանյութ օգտագործող մեր զրուցակիցը, որ ցանկացավ անանուն մնալ, հատկապես անչափահասներին ու երիտասարդներին է դիմում, մեկ անգամ փորձելով հավերժ կկործանեք ձեզ, չեք էլ պատկերացնում, թե ինչ ցավեր եք ունենալու։ Դրանք չեն բուժվում, դրանք ձեզ սպանելու են։
կկորցնեն ընկերներ, կկորցնեն հարազատ մարդիկ, կկորցնեն իրանք իրանց։ Մի անգամվա օգտագործելը կարող է հենց ճակատագրական լինի, ոչ մեկ չպատկերացնի, որ եթե ինքը օգտագործում է, ինքը կողքինից լավն է, ընդհակառակը կգա ժամանակ, որ ինքը կհասկանա, որ ինքը այնց բանի մեջ է, որ դրանից շատ հնարավոր չի դուրս գալ, կամ մահանում են, կամ բանտում են հայտնվում։ Իսկ Ալավերդիում մանկապարտեզ են լուծարում, ու եթե տեղական իշխանությունները դա հիմնավորում են գումարների խնայողությամբ, լուծարվող մանկապարտեզի տնօրենը պնդում է, իրենից են փորձում ազատվել, նա պատրաստվում է դատարան դիմել։ Ալավերդու ավականին այսօր կողմ քվեարկեց քաղաքի 7 մանկապարտեզներից 2-ը լուծարելու մասին որոշմանը։ Լուծարվող մանկապարտեզներից մեկն անմխիթար վիճակում է, մյուսը նորակառույց է, շուտով շահագործման կհանձնվի։ Նորակառույց թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հաղվերդյանը հենց ավականու նիստին դեմ արտահայտվեց, բարձրաձայնեց մտահոգությունները։ Կոնկրետ անհանգիստ եմ, տնօրենն եմ, աշխատող մարդ եմ, անհանգիստ եմ։ Ունենամ ժամանակավորապես աշխատելու հնարավորություն, մրցույթ հայտարարվելու թե ոչ, կամ եթե միացնում եք ինչու 3 մանկապարտեզ չեն միացնում, կամ ինչու մի հատ որոշումով վերև ներքև մանկապարտեզ, կամ ինչու մեզ հետ չի քննարկվել, որ մենք էլ հասկանանք, վերջապես պրակտիկան հարգելուց մենք ենք աշխատում ու շատ պատասխանատու գործ ենք անում։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու ավականու անդամները հակադարձեցին, լուծարելու արդյունքում հաստիկներ կկրճատվեն ու ֆինանսական միջոցներ կխնայվեն։ Համայնքապետն ասաց, գործընթացը շարունակական է լինելու, հնարավոր է նաև առաջիկայում այլ մանկապարտեզներ լուծարվեն։ Նիստին ներկա տնօրեն Անահիտ Հաղվերդյանն այդպես էլ չստացավ իրեն հուզող հարցի պատասխանը, ինչ ճակատագիր կունենա ինքը որպես 25 տարվա տնօրեն։ Ինչու՞ն է ձեր անհանգստությունը։ Իմ հետագա աշխատանքի համար ես ինչ եմ անելու, ժամանակավոր եմ նշանակելու, սպասել եմ մրցույթում, որևէ մեկ ուրիշի մարդ է ժամանակավոր։ Կներեք, դուք եկել եք որ պատասխանեք, դուք եք աշխատելու թե ոչ։ Չէ, ո՞նց է լինելու հետագա գործընթացը։ Ես եմ ասացի ո՞նց է լինելու։ Լուծարվելա ստեղծելու հողակ եւ ստեղծելու որ մանկապարտեզ։ Ահա, հասկացները պարզ է, տնօրենի հարցը։ Ով է լինելու տնօրեն։ Ո՞նց է, հա, ինչ որ։ Չէ, ո՞նց է, չէ, կներեք, Տիգին Ախվերդյան, հիմա նորից մենք վերածում ենք, ես բանավեճի չեմ ասում։ Ես նորից եմ ասում եւ չեմ ուզում այլևս ընթացին անել։ Ես որոշում չունեմ։ Ձեր մտահոգությունը անորից հասկանալի է, բայց եթե ձեր խոսքի մեջ ձեր արտահայտում եք որևէ անգամ երեխայի շահում եք Լուծարվող թիվ 6 մանկապարտեզն արդեն 1.5 տարի վերակառուցվում է, շուտով շինարարությունը կավարտվի։ Այդ ամբողջ ընթացքում մանկապարտեզի 18 աշխատակիցները հարկադիր պարապուրդում են եղել ու սրտատրոփ սպասել նորակառույցի բացմանը։ Մինչդեռ երբ գունագեղ այս շենքը գրեթե պատրաստ է, ավականին աշխատակազմին, հատկապես տնօրենին անհանգստացրել է։ Եթե համայնքապետը աշխատակիցներին հուսադրում է, թե լուծարումից հետո կրկին նրանց աշխատանքի կընդունի, տնօրենն այդպիսի հավաստիացում չի ստացել։ 25 տարվա տնօրենի պաշտոնն զբաղեցրած Հաղվերդյանը կարմիր ժապավենի փոխարեն դատարան դիմելու համար փաստաթղթեր է պատրաստում ու օրենքներ ուսումնասիրում։ Համոզված է, որ մանկապարտեզի լուծարումը միտումնավոր քայլ է իրեն պաշտոնից հեռացնելու համար։ Եթե ինձ հիմա լուծարումից հետո թույլ չտան, որ ես գոնե ժամանակավոր պաշտոնակատար լինեմ, եթե նույնիսկ միացնում են պարտեզի տնօրեններին, դա եւս ապացույց է, որ ինձանից են ուզում ազատվեն։ Նման միտում չկա իրանից ազատվելու, այդ լավ չի, որ ինքը տենց է մտածում, լուծարում ենք, որպեսզի միավորենք։ Ինքը իրավական առումով լուծարում ստեղծումը ամենամաքուր պրոցեսն է, որպեսզի ոչ մեկի նկատմամբ հետագայում բարդ պարտավորություններ չունենա, իսկ եթե ունենա էլ, լինի իրավահաջորդություն։ Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը վերակառուցվում է պետության, համայնքի ու ՄԱԿ-ի միջոցներով։ Տնօրենը պնդում է, որ հենց իր ջանքերով է հաջողվել ապահովել ֆինանսավորումը մանկապարտեզի վերակառուցման համար։ Անգամ միջազգային մրցույթի է մասնակցել ու պարգևների արժանացել, մինչդեռ շնորհակալության փոխարեն փորձում են ազատվել իրենից, պնդում է։ Ինքնագովեշ չլինի, բայց մանկապարտեզի այսօրվա այս վերանորոգումը, այս գեղեցիկ տեսքը, մանկապարտեզի աշխատանքների ընթացքը, բոլոր քաղաքային, մարզային միջոցառումներին մասնակցելը։
Սանային գյուղի մանկապարտեզի լուծարման հարցը եւս ներառված էր ավականու այսօրվա նիստի օրակարգում։ Հենց այս մանկապարտեզն են մտադիր վերամիավորել նորակառույցի հետ։ Այստեղ 28 երեխա ու 12 աշխատակից կա։ Տեղի իշխանություններն ասում են, շենքն անմխիթար վիճակում է, միևնույն ժամանակ Սանայինում նոր կառուցվող դպրոցին կից պետական միջոցներով մանկապարտեզ է կառուցվում։ Ես չեմ կարող ասեմ էլի Մինչդեռ եթե վատ շենքային պայմաններ ունեցող մանկապարտեզում հրաժարվում են խոսել, ավականու որոշումը չեն մեկնաբանում, ապա Անահիտ Հաղվերդյանը շրջում է գունագեղ այս նորակառույցի ներսում եւ պնդում, որ համայնքապետարանի որոշումը խախտումներով է կայացվել եւ պատրաստվում է իր իրավունքները պաշտպանելու համար դիմել դատարան։ Այսօրվա համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է azatutsun.am կայքում, հետևեք, գտեք մեզ սոցցանցերում, YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով։ Հաջողություն։